Ձին ու շունը մարդու ամենահավատարիմ բարեկամներն են։ Այսօր մենք փորձենք մի փոքր անդրադարձ կատարել ձիերին, որոնց արդեն կարելի է հազվադեպ հանդիպել։ Սկզբում բոլոր գյուղատնտեսական աշխատանքները համարյա թե ձիերով գալիս։ Տրանսպորտային աշխատանքը նախ բոլորը ձիով էր։ Գարիը տանեինք, ցորենը տանեինք, հացազգիները բոլորը տանեինք աղքալակ ձիաներով։ Ֆուրունները գլացեին, ջաները գլացեին, ջաները տանեին, դարդեին, կուկային։ Ես շատ լավ հիշեմ քերանքս երկճյուղ ձև ունեի, երկճյուղ լավ ձի։ Մեկ երկար տեղերտելու միշտ անգամ լեննագան էր տող գալիս։ Նստեին լեննագան։ Զամիրը, գարունը ֆուրունով, զամիրը սանքով։ Միջև լեննագան ձյաներով տանեին, բերեին, կերտային, կուկային։ Աղքալակ ինչ-որ գործի գալիս Արադուրի է, մյուս գործերով է, միայն ձիով էր։ Առատ ձյաներն են, ձյաները հայրել ուր եզիները երկար ճանապարհ չի կարել, տեղական ինչ-որ գործեր կար, վարել էր, կալենել էր, բաներ եզերով գնենք, բայց մենացած ֆաղը ձյաներն են։ Մաշինա չկար, տրակտոր չկար, ոչ մի բան չկար։ Վարելն է եդիգեր, ցանելն է ձյաներն էին, հավաքելն է եդիգեր, Սալոմները, խոդերը, օրանը, ինչ-որ գցանեին, կարի է, ծորին է, բիտուն, ձյաներով գկերեին։ Այս մաքուր ու հավատարիմ կենդանիները պատմության մեջ հիշատակվում են որպես մարտական ընկերներ, կատարել են սուրհանդակների դեր, դաշտում աշխատանքային ընկերներ, մռայլ գիշերներին, անդավաճան պաշտպան։ Սակայն այսօր նրանց թիվը կտրուկ նվազել է։ Ինչպես իր խոսքում նշեց Կլիմենտ Վարդանյանը, ձիերը ներկապահին մնացել են միայն սպորտի մեջ։ Վարսակցաներին ձյաներուն համար արդերը հեկտար 2-3 ցաներին վարսակահաներին զամերը 1-2 կիլո միշտ կուտայի միշտ ձյաներուն ուր թարմենային լավ կայնանային աշխատի։ Թե չէ միայն սալոմով խոդով ձին չեր պայվի, որտեղ ձին կպայենք աշխատելու համար։ Նա աշխատάει ուժն էր, աշխատա ուժը։ Եթե չաշխատեցնենք չենք պայել։ Հիմի օր էլ ձյանն ուշադրություն չտարուցին մի սպորտով է, մեծ ձին սպորտի համար, թե բանում օգտագործեցին, թե չէ ուրիշ բանը չէր, էլ ձինի չի։ Հետեն ետ կետական երգիրը զարկանագը, աշխարը զարկանագը։ Հիմի արդեն տոքով է ամեն ինչը, կնոպով է, սաղ մեծից կերտա կայնիգը նստից գելիս կերտաս ինչ-որնա։ Ձյաները մնացին միայն սպորտի մեջ, ուր ստեղ չագա, մի սպորտ։ Հին գեղաները համեսը, մեկ գեղաները կար, ձի ունի, մեկ կօգտագործես բանման տեղափոխելու համար, ֆուրուն լեզելու բան, շատ գեղան կա, շատ քիչ, մնացածը էլ ձին չի օգտագործի, մնացել է ձին միայն սպորտի մեջ։ Ժամանակներ առաջ ձիերը զարդարում էին նաև հարսանեկան արարողությունները, բայց այսօր դարը զարգացման փուլում է և ձիերին փոխարինել է տեխնիկան ամեն ոլորտում, իսկ սլացիկ ու արագավազ կենդանիները մնացել են անցյալում, նրանցից մնացել են միայն հուշեր, որոնք ժամանակի ընթացքում կանեանան։